Սիրելիներ, ես այսօր ուզում եմ խոսել պարկեշտության մասին։ Պարկեշտությունը այնպիսի բնավորության գիծ է, ես կարելի այսպես ասել, որ պետք է յուրաքանչյուր բնագավառում պարկեշտությունը։ Մենք չպետք է պարկեշտ լինենք միայն եկեղեցի հաճախելուց։ Մենք չպետք է պարկեշտ լինենք միայն եկեղեցում, ամեն, համաձայն եք, չէ՞ ինձ հետ։ Պարկեշտությունը պետք է ամեն տեղ, ամեն վայրի մեջ, ամեն մթնոլորտի մեջ եւ ամեն ժամանակ։ Կարևոր չի մենք 21-րդ դարաշրջանում ենք ապրում, կարևոր չի վաղը 22-րդ դարաշրջանն է լինելու, թե մեր թվարկությունից առաջ էր, մեր թվարկությունից առաջ էլ կային շատ պարկեշտ կյանքով ապրող մարդիկ, որոնցից շատերի անունը գրված է Աստվածաշնչում։ Դրա համար դա այնպիսի բնավորության գիծ է, որ ինքը երբեք չի վերջանում։ Ու ինքը երբեք այնպիսի տեղ չկա, որպիսի կարողանանք մենք ասել, որ դա մեզ պետք չի։ Ամեն։ Դա ամեն տեղ է պետք։ Ես այսօր կխոսեմ շատ տեղերի մասին, շատ բաների շուրջ, ինչը որ պետք է մեզ պարկեշտությունը։ Սաղմոս այսօր ինչպես միշտ գիտեք, ես շատ եմ սիրում Աստծո խոսքը շատ կարդալ, երբ որ ես եմ ծառայում։ Ուզում եմ, որ դուք էլ սիրեք Աստծո խոսքը, որովհետև Աստծո խոսքը սեր է, որովհետև Աստծո խոսքը կյանք է։ Աստծո խոսքը հենց ինքնին, չգիտեմ, ամենան է, որ փոխում է մեր կյանքերը եւ մոտեցնում է Տիրոջը։ Մեր հայերեն թարգմանությունով շատ հաճելի է, Աստվածաշունչը, հա, Աստծո շունչը։ Ոչ մի թարգմանություն չկա այդպիսի բան, մենակ մեր հայերենում է։ Մի քիչ գլուխ գովան, չէ, մեր հայերի մեջ կա այդպես բան։ Գլուխ գովան ազգ, չէ, մեկ եկեք համաձայնենք կա մեր հայերի, հա, մեր հայերի մեջ կա, դրա համար ես ուզում եմ խոսեմ այսօր դրա մասին, որ պարկեշտությունը դա գլուխ գովալ չի, մեր հայերի մեջ կա այդ բնավորության գիծը, ես դրա համար օրինակ բերեցի, ուզում եմ, որ այսօր արմատախիլ լինի այդ բնավորության գիծը, որովհետև դա Աստծուց չի, Աստծուց պարկեշտությունն է, որովհետև սիրելիներ, պարկեշտությունը թե մարդը, թե Տերը դա նկատում է, դա նկատելի է, կապ չունի մարդը աշխարհիկ է, հոգևոր է, թե ինչ կրոնի է պատկանում, դա էական չի, թե ինչ հավատքի է պատկանում, միևնույն է, իմաստուն մարդը, խելացի մարդը նկատում է պարկեշտին։ Ամեն։ Փառք Տիրոջը, սիրելիներ։ Ես բառարանն էլ եմ մտել քրքրել, սենց ասած, հոմանիշներով, հականիշներով։ Օրինակ պարկեշտի բացատրությունը, իր գոյականները, պարկեշտ լինելը, մենք պարկեշտ սկսած մեր կենցաղից պետք է մենք պարկեշտ լինենք, սիրելիներ, որովհետև եթե մենք կենցաղում չունեցանք պարկեշտություն, անհնար է, որ մենք դրսում, շրջապատում կամ եկեղեցում, կամ աշխատանքի վայրում, կամ դպրոցում, կամ ռուսերեն ասած տրանսպորտի մեջ, հա, ունենանք պարկեշտություն, որովհետև ընտանիքից շատ բան է ծնվում, հա, համաձայն եք, չէ՞ իմ հետ։ Կենցաղում, եթե մենք ունեցանք պարկեշտություն, ուրեմն մենք յուրաքանչյուր վայրում կարող ենք մեր մեջ դրսևորել այդ լավ բնավորության գիծը, սիրելիներ։ Դրա համար պետք է շատ ուշադրություն դարձնենք մենք մեր կենցաղում, թե մենք ինչպես ենք շարժվում, ինչպես ենք մեր նիստ ու կացը, մեր վեր ու դիրը, մեր շփումը մեր կեսի հետ, մեր շփումը մեր երեխաների հետ, մեր շփումը, երբ որ հյուրեր են լինում մեր տանը նրանց հետ, երբ որ ընկերներ են գալիս, պետք է ամեն բան լինի պարկեշտի մեջ, սիրելիներ, որպեսզի մեր կյանքը հաճելի լինի մեր ամենակարող Տիրոջը։ Պարկեշտ բնավորության գիծը, սիրելիներ, դա այն է, որ մեր արարքներով մենք կարող ենք ցույց տալ, մեր վերաբերմունքով կարող ենք ցույց տալ, մեր վերաբերմունքը մեր դիմացինի հետ, որը որ շատ կարևոր է, սիրելիներ, որը որ այսօր ոչ թե միայն մեզ է պետք, նաև մեր դիմացինին է պետք,
որովհետև մեր պարկեշտությունով օրհնվում է նաև մեր դիմացինը։ Այսօր շատ մարդիկ չեն հասկանում, որ կարելի է պարկեշտ կյանքով ապրել, ոչ թե անպատկար կյանքով, հա, որը որ պարկեշտ կյանքի հականիշն է։ Դրա համար շատ ժամանակ մարդիկ ունենում են խոչընդոտներ, որովհետև իրանց մեջ պակասում է շփման ժամանակ պարկեշտությունը, սիրելիներ։ Բայց երբ որ մենք յուրաքանչյուր տեղ օգտագործում ենք պարկեշտությունը, արդեն մեր շփումը լինում է հեշտ մարդկանց հետ։ Արդեն մարդիկ մեզ հեշտ են ճանաչում, մարդիկ մեզ հետ հեշտ են մտերմանում, արդեն մարդիկ մեզ հեշտ են վստահում, որովհետև իրենք իրենց մեջ մտորում են արդեն, սիրելիներ։ Դրա համար կուզեմ, որ ամեն մեկս վերցնենք սա, որպեսզի մեր դիմացինին ուրախացնենք, որպեսզի մեր դիմացինի համար նաև լինենք վստահելի անձ, ով որ կարող է հենվել մեզ վրա, սիրելիներ։ Սաղմոս 26-ում այսպես է ասում. Իմ ոտքը կանգնած է պարկեշտության մեջ։ Ինչ է նշանակում իմ ոտքը կանգնած է պարկեշտության մեջ։ Այսինքն ես ամբողջ հոգով, սրտով, մտքով արդեն իմ մեջ արմատավորված է այդ գեղեցիկ բնավորության գիծը, որ անհնար է այդ բնավորության գիծը իմ միջից դուրս գա ինչ-ինչ պատճառներով կամ ինչ-ինչ հանգամանքներով։ Այսինքն հստակ ես գիտեմ, որ ես պարկեշտության մեջ եմ ապրում արդեն։ Այսինքն ես հստակ գիտեմ, որ Տիրոջ մեջ եմ։ Տիրոջ մեջ էլ կա պարկեշտություն։ Դա մեր Տեր Հիսուս Քրիստոսի բնավորության գիծն է, պարկեշտ, սիրելիներ։ Ես հեսա կկարդամ պարկեշտության հոմանիշները, որոնք շատ հետաքրքիր են։ Եվ այստեղ շարունակում է եւ ասում է. «Եվ Տիրոջը պիտի օրհնեմ ժողովուրդների մեջ», սիրելիներ։ Այնպես որ պարկեշտությունը շատ է օգնում, որպեսզի Տիրոջը օրհնենք ժողովուրդների մեջ։ Այստեղ պարկեշտության հոմանիշների մասին այնքան հետաքրքիր էր, երբ որ ես կարդում էի պարկեշտության հոմանիշները, մեր Տեր Հիսուս Քրիստոսը գալիս էր աչքերիս դեմ, թե Աստվածաշունչը ընթերցելով, թե ֆիլմը դիտելով, Քրիստոսի չարչարանքները ֆիլմը որ կա, Մել Գիբսոնն է, չէ, ռեժիսորը, պրոդյուսերը, նաև եթե չեմ սխալվում, սցենարիստը անգամ։ Շատ հետաքրքիր է պատրաստել այդ ամեն ինչը, ձեզանից շատերը միգուցե դիտել են այդ ֆիլմը, շատ հետաքրքիր է։ Ես երբ որ նայում եի այդ ֆիլմը, այնքան հետաքրքիր էր, մեր Տեր Հիսուս Քրիստոսը այնքան պարկեշտ էր, ամեն ժամանակ այնքան պարկեշտ էր, աշակերտների հետ շփվելուց, բժշկություններ անելուց, դիվահարներին ազատագրելուց, ավետարանը քարոզելուց, ամեն ժամանակ մարդկանց հետ շփվելուց, երբ որ շփվում էր, այնքան պարկեշտ էր մեր Տեր Հիսուսը։ Եվ ես ուզում եմ նաև նկատենք, որ մեր Տեր Հիսուսը այնքան պարկեշտ էր նաև, երբ որ իրեն չարչարում էին, երբ որ իրեն հալածում էին, երբ որ իրեն հանում էին դեպի խաչը։ Ես ուզում եմ մատես ամեն ինչը պատկերավոր նայենք, երբ որ ես այս ամեն ինչը պատկերավոր նայում եմ, հոմանիշները կարդալուց, այդ պատկերները այսպես գալիս էր աչքերիս դեմով ու ես շատ հուզվեցի, սիրելիներ, որովհետև շատ ուժեղ է մեր Տերը, շատ ուժեղ է, քան որ մենք պատկերացնում ենք, մեր մարդկային գաղափարներից վեր է։ Դրա համար մեր Տերը ուզում է, որ մենք նմանվենք իրան, սիրելիներ, որպեսզի կարողանանք վայելել նրա սուրբ գերբնական ներկայությունը միշտ մեր կյանքերի մեջ, ամեն բնագավառի մեջ։ Ահա եւ հոմանիշները եւ դուք կլինեք վկաները, որ կասեք ամեն, որ դա մեր Տեր Հիսուսի բնավորության գծերն է։ Համեստություն, ամոթխածություն, պատկառանք, խոնարհություն։ Մեր թարգմանիչներին կարող է մի քիչ դժվար լինել, բայց դա ձեր խնդիրն է, չգիտեմ, որովհետեւ մեր հայերենը շատ է, հա։ Չգիտեմ ռուսերենով, ֆրանսերենով կլինի, կներեք, բայց մոտավորապես հասցրեք։ Հեզություն, առաքինություն, ազնվություն, բարոյականություն, անգոռոզություն, չափավորություն, ժուժկալություն եւ զսպվածություն։ Ամեն։ Մեր Տեր Հիսուսներ, ամեն, փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, փառք Տիրոջը։
Եվ նաև սիրելիներ, կուզեմ այսինքն սահուն անցնել պարկեշտության հականիշներն են անպարկեշտություն, անպատկառություն, լկտիություն, որը որ մեզ հետ կապ չունի եւ պիտի կապ չունենա երբևիցե սիրելիներ։ Դա երբ որ գալիս է պետք է մեզ տենա ու փախնի վախից, վազի սենց, անգամ մեզ չնկատի այս հականիշները։ Փառք Տիրոջը։ Ես ուզում եմ առակացներից շատ օրինակներ բերել ձեզ սիրելիներ, կխնդրեմ որ առակաց գիրքը շատ կարդաք տունը։ Առակաց 2:7-ում այսպես է ասում. նա ուղամիտների համար հաջողություն է վերապահում եւ վահան պարկեշտությամբ ընթացողների համար եւ վահան պարկեշտությամբ ընթացողների համար սիրելիներ, այնպես որ երբ որ մենք պարկեշտ կյանքով ենք ապրում, մենք կորցնելու բան չունենք ընդհանրապես։ Մենք ընդհակառակը, մենք շահում ենք հարգանք, շահում ենք սեր, շահում ենք վստահություն, շահում ենք Տիրոջ նկատելիությունը մեր հանդեպ, Տերը անմիջապես նկատում է մեզ, նաև մարդիկ, ինչպես ասացի մի քիչ առաջ, սիրելիներ, եւ Տերը մեր վահանն է լինում, ով չի ուզի, որ Տերը իր վահանը լինի, ամեն, հիշում ենք այն դրվագը, երբ Դավիթ թագավորին բերում են սաղավարտ են տալիս, զրահն են տալիս, զրահ էր, չէ, հայերեն, հետո վերջում բերում է, որ վահանը տա, Դավիթ թագավորը դենա գցում, հագից հանում այն մնացած, ասում է, պետք չի ինձ այս ամեն ինչը, երբ որ պետք է գնար Գողիաթի առաջ, ասում է, Տերն է իմ վահանը, Դավիթի պարկեշտություն այդ ժամանակ երևաց, ամեն, փառք Հիսուսին, սիրելիներ, ես ուզում եմ, որ Տիրոջ կողմից ամեն մեկս նկատված լինենք և Տերը մեր վահանը լինի։ Նաև սիրելիներ, երբ որ մենք պարկեշտ ենք, նաև ունենք անվտանգ ընթացք։ Ես հեսա կկարդամ ձեզ համար, որպեսզի հաստատվեք։ Ես այսօր ինչը խոսալու եմ, կարդալու եմ Աստծո խոսքով, որպեսզի հաստատվեք։ Առակնած 19-րդ համարից պարկեշտությամբ ընթացողը անվտանգ կընթանա, իսկ ճանապարհները ծռողը կճանաչվի։ Այնպես որ երկու դեպքում էլ մարդը ճանաչվում է։ Ամեն։ Դրա համար ավելի լավ չէ, որ մենք պարկեշտությամբ գնանք, որպեսզի Տիրոջ կողմից բարի ձևով ճանաչվենք, որպեսզի Տերը ասի, ահա իմ զավակը, որ ցանկանում է ինձ նմանվել, որ ցանկացավ ու ես օրհնում եմ եւ ես կլինեմ նրա վահանը եւ նա կունենա անվտանգ ընթացք։ Նաեւ սիրելիներ, պարկեշտությունը, երբ որ կա մեր կյանքում, դա ամրոց է մեր ճանապարհին։ Դա էլ է գրված առակացներում։ Առակաց 10-րդ գլուխ 29, առակաց 10:29։ Պարկեշտի համար Տիրոջ ճանապարհը ամրոց է։ Իսկ անօրենություն գործողների համար կործանում։ Ինձ թվում է, որ այստեղ հավաքվածներս ոչ ոք չի ուզում, որ իր կյանքը գնա ինչ-որ կործանման կամ անօրեն քայլերի, սիրելիներ։ Եթե անօրենը ձեր կյանքում, ձեր մտքում բերում է ինչ-որ հարցակումներ, որպեսզի կործանի ձեզ, խնդրում եմ, դրսևորեք պարկեշտության զգացումը, որպեսզի անօրենը երբ որ գա, բերի այդ փորձությունը ձեր կյանքում, Տերն էլ լինի ձեր վահանը եւ գա ու անցկենա, անօրենը այդտեղ բան չունենա անելու ձեր կյանքերի մեջ, սիրելիներ։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Առակաց 11:3 Սա խոսում է առաջնորդության մասին։ Երբ որ մենք պարկեշտ ենք, մեր առաջնորդը Տերն է։ Ուղամիտների պարկեշտությունը կառաջնորդի նրանց, իսկ անհավատների նենգությունը կոչնչացնի նրանց։ Փառք Հիսուսին։ Երբ որ մենք ուղամիտ ենք, ուղամիտը նա է, բոլորդ գիտեք, ինձ թվում է, երբ որ մենք ուղիղ ենք մտածում, ուղիղ մտածել Տիրոջ հետ կարելի է հավերժ ուղիղ մտածել, սիրելիներ։
Բայց երբ որ մենք ապրում ենք աշխարհիկ կյանքով, երբ որ մենք ապրում ենք աշխարհիկ արժեքներով, մենք շատ ժամանակ կարող ենք ծուռումուռ մտածել եւ ծուռումուռ ճանապարհներով քայլել։ Տարիներ առաջ ես ունեցել եմ այդպիսի անկումներ։ Ես ունեցել եմ այդպիսի եթե կարելի ասել կործանումներ, պարտություններ ավելի ճիշտ, կարելի արտահայտել այդ բառը, պարտություններ եմ ունեցել, սիրելիներ։ Գիտեմ, որ բոլորդ էլ ունեցել եք ձեր կյանքում պարտություններ, որովհետև բոլորս էլ մարդ ենք, մարմնի մեջ ենք ու այս աշխարհի մեջ ենք ապրում, սիրելիներ։ Դրա համար չպետք է ընկճվել, դրա համար չպետք է հուսախաբվել, հուսալքվել, հիասթափվել, բողոքվել, տրտնջալ, ոնց որ մի ժամանակ ունեցանք շատ լավ քարոզ, որ Հովիվը ասեց տրտունջը դա աղոթք է սատանային, սիրելիներ։ Մենք չպետք է տրվենք պահի զգացմունքներին, որպիսի չգա այդ ամեն ինչը մեր կյանքում, որպիսի լինենք ուղիղ մտածողներ Տիրոջով, որպիսի Տերն էլ առաջնորդի մեզ, սիրելիներ։ Ամեն։ Առակաց 11:5 Պարկեշտների արդարությունը կուղի նրանց ճանապարհը։ Այսինքն, երբ որ մի ժամանակ մենք ուղամտություն չկար մեր մեջ, պահի տակ կարող է ուղամիտ չլինեինք, ծուռ մտածեինք ու ընկնեինք կերպ փորձությունների մեջ մեր սխալի պատճառով։ Դրանից հետո, երբ որ մենք ուղիղ ենք մտածում, արդեն պարկեշտի արդարությունը ուղի նրանց ճանապարհը ասում է։ Դրանից հետո մեր ճանապարհները լինում են ուղված արդեն, սիրելիներ։ Երբ որ մենք ապրում ենք արդեն մեր Տիրոջ խոսքով, պահում ենք մեր Տիրոջ սուրբ եւ անփոխարինելի պատվիրանները, այդ ժամանակ արդարությունը կուղի մեր ճանապարհը, սիրելիներ։ Բայց անիրավը ասում է կընկնի իր անիրավությամբ։ Եկեք չլինենք անիրավությամբ ապրողներ, այլ լինենք ուղամտությամբ ապրողներ։ Եվ այնտեղ շարունակությունը նորից շատ լավ բաներ է ասում։ Առակաց 11:20 այսպես է ասում. Տիրոջ առաջ զզվելի են ծուռ սիրտ ունեցողները, բայց նրան հաճելի են պարկեշտ ճանապարհի տերերը։ Հարկ Տիրոջը սիրելիներ, ես ուզում եմ, որ ինձանից սկսած այստեղ բոլոր հավաքվածներս, մեր ամբողջ հայազգը, ինչու՞ չէ ամբողջ աշխարհը, որպիսի ունենա այս բնավորության գիծը, այս բնավորության գծի տեր մարդկանց հետ շատ հեշտ է ապրել, շատ հեշտ է շփվել։ Ունենանք այս բնավորության գիծը, որպիսի չլինենք զզվելի Տիրոջ առաջ, այլ լինենք հաճելի Տիրոջ առաջ, սիրելիներ։ Առակաց 13:6 Արդարությունը պահպանում է պարկեշտությամբ ընթացողին։ Երբ որ մենք պարկեշտության ընթացքի մեջ ենք, արդարությունը մեզ պահում ու պահպանում է, սիրելիներ։ Արդարությունը որտեղից է? Տիրոջից, Լույսի Հորից է։ Արդարը ով է? Մեր Տերը։ Այսինքն արդարությունը պահել ինչ է նշանակում? Այսինքն Տերը պահում է։ Տերը պահում է մեր ճանապարհները, սիրելիներ։ Մեր ընթացքը կլինի Տիրոջ պաշտպանության մեջ, սիրելիներ։ Այնպես որ վստահեք Տիրոջը, ապրեք պարկեշտ կյանքով, որպիսի մեր ընթացքը լինի պաշտպանված մեր Տիրոջով։ Առակաց 19:1 Իր պարկեշտությամբ ընթացող աղքատն ավելի լավ է, քան թե նենք շրթունքներ ունեցողը, որը նաև անմիտ է։ Շատ հետաքրքիր է մեր առակաց գիրքը, իմաստության գիրք է ինքը։ Առակաց 28:6 Ավելի լավ է իր պարկեշտությամբ ընթացող չքավորը, քան թե ծուռ ճանապարհների տեր հարուստը։ Մեր կյանքում շատ հարուստների մենք գիտենք, չէ՞, թե լսել ենք, թե տեսել ենք, թե հանդիպել ենք։ Օրինակ ես ինքս շատ հարուստ մարդկանց հետ աշխատել եմ ու աշխատում եմ մինչև հիմա, միլիոնատերեր են, միգուցե միլիարդատերեր են, դա չի էականը, որ ֆինանսապես հարուստ են նրանք։ Հարուստը դա խորը իմաստ է, հա, հարուստը դա խորը բառ է, որ կարելի է խորանալ դրա մեջ, հարստությունը դա մենակ ֆինանսապես չի,
որ կա ավելի կարևոր հարստություն, դա հոգու սրտի հարստությունն է մարդու, նրա մտքի հարստությունն է, որը որ Տիրոջից է։ Դրա համար ասում է, որ ավելի լավ է պարկեշտությամբ ընթացող չքավորը, քան թե ծուր ճանապարհների տեր հարուստը։ Ես այսօր գիտեմ մարդ, որ ես անգամ իր հետ Աստծո խոսք եմ խոսացել, առաջնորդվել եմ հոգուց, որ ֆրանսերենից բագաժը իմ կարծիքով այդքան չի հերիքել, բայց որ երբ ես իմ բերանը բացել եմ, Տերը խոսացել է իմ միջոցով այդ մարդու հետ։ Եվ այդ մարդը ազդվել է։ Նախ իր տարիքը շատ մեծ տարիք էր, իմ հայրիկի 70-անց մարդ, ու իր հարստությունը իմ ունեցվածքի հետ ընդհանրապես համատեղելի չէր, ասենք ես քշում եմ իմ Renault Kangoo-ն, իր աշխատանքային մեքենան Porsche Macan-ը, բայց ինքը ցավալի է, բայց փաստ, որ ծուր ճանապարհների մեջ եւ չունի պարկեշտություն, թե աշխատանքի մեջ, թե մարդկանց հետ շփման մեջ, թե իր ֆինանսները ծախսելու մեջ, որովհետև սիրելիներ, մեր ֆինանսները ծախսելու մեջ էլ մենք պիտի պարկեշտ լինենք։ Որովհետև այսօր շատ մարդիկ իրենց ֆինանսները ծախսում են ոչ պարկեշտ բաների մեջ, որը որ իրանց կյանքում բերում է օրհնության փոխարեն անեծք, սիրելիներ։ Դրա համար երբ որ մեր Տիրոջից խնդրում ենք, որ Տեր հաջողակ արա մեր գործերը, հաջողակ արա մեր աշխատանքը, մեր ձեռքի գործը, մեր առողջությունը, օրհնիր մեր ֆինանսները, երբ որ մենք աղոթում ենք եւ Տիրոջից ստանում ենք մեր աղոթքի պատասխանը, սիրելիներ, պետք է զգուշ վարվենք մեր ֆինանսների հետ, պետք է մեր ֆինանսները ծառայեն պարկեշտ տեղերը, պետք է մեր ֆինանսները պարկեշտ բաներին ծառայեն, սիրելիներ, որպեսզի մեր կյանքում լինի օրհնություն։ Ամեն, փառք Տիրոջը, սիրելիներ, փառք մեր ամենակարող Տիրոջը։ Առակաց 28:10 խոսքում այսպես է ասում. ուղամիտներին չար ճանապարհի մեջ մոլորեցնողն ինքը կընկնի իր փոսի մեջ, բայց պարկեշտները բարիք պիտի ժառանգեն։ Այնպես որ սիրելիներ, մենք պետք է բարիք ժառանգենք, երբ որ ապրում ենք պարկեշտ կյանքով։ Առակաց 28:18 Պարկեշտությամբ ընթացողը կփրկվի։ Ինչից կփրկվի, կամ ումից կփրկվի։ Կփրկվի անօրենի ճանկերից։ Երբ որ մենք պարկեշտ կյանքով ենք ապրում, երբ որ անօրենը գալիս է, մենք ունենք փրկություն մեր Տեր Հիսուս Քրիստոսով։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսը արդեն մեր վահանն է։ Անօրենը էլ ոչ մի գործ չունի անելու մեր կյանքում։ Կգա եւ կտեսնի Տիրոջ զորավոր գերբնական վահանը, որ մենք շրջապատված ենք ինչպես Հոբը Տիրոջ հրեշտակներով, որ սատանան եկավ փորձություն բերելու Հոբի կյանքում, տեսավ, որ Հոբը շրջապատված է Տիրոջ հրեշտակներով։ Միջև թույլտվություն չեղավ, չկարողացավ փորձություն բերել Հոբի կյանքում։ Բայց Հոբը դրսևորեց պարկեշտություն եւ Տերն էլ հազարապատիկ հատուցանեց Հոբին, սիրելիներ։ Ես չեմ ուզում, որ մենք լինենք վայր ընկնողներ։ Շարունակությունում դա է ասում, դրա մասին է խոսում։ Ասում է, բայց ծուր ճանապարհներով գնացողը մեկում վայր կընկնի։ Այսինքն օրերից մի օր ինչ-որ ժամանակ վայր կընկնի։ Որովհետև Աստծո խոսքը ժողովող 3-րդ գլխում խոսում է ժամանակների մասին, շատ հավես է խոսում։ Կխնդրեմ, որ տանը կարդաք, ասում է ամեն բանի ժամարկեշտությամբ շրջեք։ Ոչ թե անառակություններով ու հարբեցողությամբ, անկողնային խառնակցությամբ ու պղծություններով, ոչ հակառակությամբ, ոչ էլ նախանձով։ Սիրելիներ, մենք պետք է շատ ուշադիր լինենք, շատ զգուշ լինենք, որ մի քիչ առաջ ասացի կենցաղից է սկսում, մենք պետք է շատ ուշադիր լինենք մեր կենցաղում, որպեսզի ունենանք մենք պարկեշտություն, պարկեշտ հարաբերություն մեր կնոջ հետ, մեր ամուսնու հետ, մեր երեխաների հետ, սիրելիներ, որպեսզի մենք դրսում յուրաքանչյուր մթնոլորտի մեջ ասում է ցերեկը պարկեշտությամբ շրջենք։
Ինչու է շեշտում ցերեկը պարկեշտությամբ շրջենք, որովհետև ցերեկը ամեն բան շատ տեսանելի է, որովհետև ցերեկը մեր աչքերը ավելի շատ բաներ են նկատում, քան թե գիշերը։ Սիրելիներ, մեր հայացքի մեջ անգամ մենք պետք է ունենանք պարկեշտություն։ Երբ որ մեր հայացքը եղավ պարկեշտ, մեր աչքերը կտեսնի պարկեշտություն։ Մեր աչքերը չի հետևի պիղծ բաների։ Մեր աչքերը չի նայի, չգիտեմ, ինչերի, որը որ Աստծուց չի, որը որ սատանայից է, պղծություն, մոլորություն, շփոթություն, գայթակղություն։ Իսկ եթե ունենք պարկեշտությունը, այդ գերբնական բնավորության գիծը, ցերեկը մենք պարկեշտությամբ կշրջենք։ Երբ որ մարդկանց հետ շփվելու կլինենք, մենք պարկեշտությամբ կշփվենք այդ մարդկանց հետ։ Եվ մարդիկ կտեսնեն մեր մեջ այդ պարկեշտությունը, սիրելիներ։ Եվ եթե ունենանք պարկեշտություն, մեր կյանքում անհնար է, որ լինի անառակություն, որ լինի հարբեցողություն, անկողնային խառնակություն, պղծություն, հակառակություն, ոչ էլ նախանձ, ինչպես որ Աստծո խոսքն է ասում, սիրելիներ։ Մի ուրիշ տեղ նախանձի մասին, սա ուրիշ թեմա է, նախանձի մասին կարելի է խոսալ օրերով, կարելի է կարդալ Աստվածաշնչից շատ տեղեր, որ մարդու ոսկորների փտություն է բերում եւ այլ, սիրելիներ։ Եվ 14-րդ խոսքից Հռոմեացիների 13-14 խոսքը այսպես է ասում. Զգեստավորվեք Տեր Հիսուս Քրիստոսով ու մարմնի մասին մի հոգացեք ցանկությունը բավարարելու համար։ Այսօր շատ մարդիկ կան մեր կյանքում, չէ՞։ Երբ որ մարդիկ ապրում են, այն որ ասում են դե կեր խմի քեֆ արա, էլի։ Էդի հենց էսա նշանակում, ասում է ցանկությունը բավարարելու համար։ Մարմնի մասին մի հոգացեք ցանկությունը բավարարելու համար, հա։ Այսօր ճիշտ է, մարմինը մեզանից պահանջում է խնամք, ես դրա մասին չեմ խոսում, Քավլիցի, պետք է մենք խնամենք մեր մարմինը, դա էլ է Աստծուց, պետք է մենք մշակենք, պետք է մենք ունենանք կոռեկտ տեսք, պարկեշտ տեսք, ամեն, մեր հագու կապը, սիրելիներ, ամեն բան պետք է լինի պարկեշտի մեջ, բայց սա նրա մասին է խոսում, որ կան մարդիկ, որը որ շատ ցավալի է, որ միայն հոգում են իրենց մարմնի բավարարվածությունը, իրենց մարմնի ցանկությունը, մոռանում են մնացածը, մոռանում են ամենակարևորը, մոռանում են սրտի դիրքը, մոռանում են հոգևոր արժեքները, սիրելիներ, շատ ցավալի է, որ այսօր մարդիկ ապրում են ավելի շատ մարմնավոր, քան թե հոգևոր։ Դրա համար մեր կոչն է, որպեսզի մենք ավելի շատ ապրենք հոգևոր։ Երբ որ մենք ապրում ենք հոգևոր, մարմինը հետ է նահանջում։ Իսկ երբ որ հակառակն է, ուրեմն հակառակն է։ Բոլորս կարող ենք վկայել։ Օրինակ, ինձ հետ պատահում է, ես անկեղծ կլինեմ ձեր հետ, որ կարող է օր լինի, որ ես Աստվածաշունչ ուղղակի սենց ինչ-որ հատվածներ ընթերցեմ, չնստեմ, ասենք մի քանի գլուխ կարդամ, պատահում է, ինչ-որ բաների պատճառով, բայց սիրելիներ, երբ որ այդպիսի բաներ է պատահում, ես զգում եմ, որ իմ հոգին հետ է նահանջում։ Դրա համար մենք պետք է մեզ անընդհատ լիցքավորենք։ Ինչպես է հեռախոսը, չլիցքավորեցինք, նստում է, անջատվում է, հա։ Ես չեմ ուզում, որ մենք մնանք այդպիսին, որպեսզի նստենք մենք ու օրերից մի օր անջատվենք ու ոչ մեկի ու ոչ մի բանի պիտանի չլինենք, այլ ընդհակառակը միշտ մեզ լիցքավորենք Աստծո խոսքով, որպեսզի մենք լինենք Տիրոջ զորավորները, սիրելիներ, որպեսզի մենք որտեղ մեր ոտքը դնենք, այնտեղ գա Տիրոջ գերբնական ներկայությունը, որպեսզի մենք որտեղ մեր բերանը բացենք, Սուրբ Հոգին խոսա մեր բերանով մարդկանց կյանքերի մեջ։ Հալելույա, հալելույա, փառք Հիսուսին, փառք Հիսուսին։ Երբ որ ես այս խոսքերը պատրաստում եի, երբ որ ես այս խոսքերը կարդում եի, Տերը այնքան էր խոսում հետս, Տերը այնքան սենց ջանս փշաքաղվում էր ուղակի, սիրելիներ, այսօր ես չեմ հասցնի այդքանը ձեզ հետ կիսվել, ինչքանը որ կհասցնեմ, ուրեմն այդքանն էր պետք այսօրվա համար։ Պարկեշտությունը պետք է երեխայից սկսած մինչև ծերը, սիրելիներ, Աստվածաշունչը խոսում է դրա մասին։ Տիտոս 2,
1-ից կարդամ, բայց դու խոսիր այն, ինչ վայել է ողջամիտ վարդապետությանը։ Ծերերը թող լինեն զգոն, պարկեշտ, խոհեմ, ողջամիտ, հավատով, սիրով, համբերությամբ։ Պարկեշտը շեշտում է։ Պարկեշտը առանձնահատուկ շեշտում է, որովհետև այն մնացած բաները, որ կան, պարկեշտի հետ կապված են բոլորը։ Պարկեշտի հոմանիշներն են բոլորը, հա, պարկեշտից ծնունդ առած բաներ են բոլորը, կարելի ասել։ Սիրելիներ, եթե ունենք պարկեշտություն, կարող ենք ունենալ այս ամենը։ Իսկ եթե կներեք, այն մնացած բաները ունենանք, բայց պարկեշտություն չունենանք, շատ պակաս կունենանք մեր կյանքում, սիրելիներ։ Տիտոս 2:7 ամեն ինչում քեզ բարի գործերում օրինակ դարձնելով ուսուցանելու մեջ պահիր անկեղծություն եւ պարկեշտություն։ Երբ որ մենք ինչ-որ մեկի մի բան ենք ուսուցանում, թե կլինի թե մեր երեխային ենք դաստիարակում, թե մեր ընկերոջ հետ ենք խոսում, սիրելիներ, պետք է պահպանենք պարկեշտությունը։ Ամեն։ Պետք է անկեղծության եւ պարկեշտության մթնոլորտի մեջ լինի այդ ամենը, սիրելիներ։ Առաջին Պետրոս 3:1-ից Նույնպես կանայք հնազանդ եղեք ձեր մարկանց, որ եթե նրանցից ոմանք էլ անհնազանդ լինեն խոսքին, կանանց վարքով առանց խոսքի շահվեն։ Սիրելիներ, պարկեշտությունը նաև պետք է մեր կանանց, հա? Միայն ոչ տղամարդկանց, ընդհանուր մարդկանց մասին է խոսքը պարկեշտությունը։ Կանանց պարկեշտությունը ավելի շատ նկատելի է, սիրելիներ, որովհետև կանայք ավելի շատ ուշադրության կենտրոնում են, համաձայնեք ինձ հետ, քան թե տղամարդիկ։ Չեմ ասում, որ տղամարդիկ կարող են միտեղ սենց ծուրումուր ճանապարհով գնալ ու բրծնել այդ ամեն ինչից, ոչ։ Կարող է մարդու կողմից չնկատվի, բայց ամենակարողի կողմից նկատվում է, որովհետև Տերը ծածուկ տեղերն է ման գալիս, սիրելիներ։ Դրա համար, սիրելիներ, մենք պետք է լինենք մեր խոսակցականի մեջ պարկեշտ, մեր հագու կապի մեջ պարկեշտ, որպեսզի Տիրոջը հաճելի լինենք, սիրելիներ։ Պետք է ուշադրություն դարձնենք մեր հագու կապի վրա, պետք է ուշադրություն դարձնենք ամեն բանի վրա, սիրելիներ, որպեսզի չլինի ցուցադրական բաներ, որպեսզի, չգիտեմ, սենց, մի խոսքով, որպեսզի Տիրոջը հաճելի լինենք, սիրելիներ։ Ամեն։ Ուզեմ խոսել մի քիչ շարունակեմ այդ վայելուչ արտաքինի մասին, սիրելիներ, որ վայելուչ արտաքինը պետք է մեզ յուրաքանչյուրիս համար, պատշաճ արտաքին, պարկեշտ զգեստներ, պարկեշտ պարեր, սիրելիներ, պարկեշտ խնջույքներ, մենք երեք ունեցանք խնջույք, հա, բայց մեր խնջույքը այնքան պարկեշտության մեջ անցավ։ Մեր խնջույքի ժամանակ մենք ուրախացանք, մեր խնջույքի ժամանակ մենք աղոթեցինք, երկրպագեցինք, փառաբանեցինք Տիրոջը, կերանք իրար հետ, հա, հաց կիսեցինք իրար հետ, սիրելիներ, բայց այդ ամեն ինչը եղավ պարկեշտության մեջ։ Թե մեր հաց ուտելը, թե մեր իրար հետ հաց կիսելը, թե մեր իրար հետ շփվելը, մեր կատակները, մեր հումորները եղավ ամեն բան պարկեշտության մեջ, սիրելիներ։ Դրա համար մենք պետք է զգույշ լինենք։ Ես շատ եմ սիրում հումոր անել, դրա համար ես միշտ իմ կյանքում շատ զգույշ եմ եղել, որպեսզի իմ հումորը չնվաստացնի իմ դիմացին, որպեսզի իմ հումորը, ինչպես մեր հովիվն է ասում, երեք էլ ասես նույն բանը, չդառնա սարկազմ, այսինքն չցածրացնի իմ դիմացինին։ Հումորը պետք է բարձրացնի, հումորը պետք է լինի ծիծաղելի բոլորի համար, հումորը պետք է տրամադրություն բարձրացնի։ Դրա համար մենք հումոր անելու մեջ էլ պետք է շատ զգոն լինենք, որպեսզի պարկեշտության մեջ լինի այդ ամեն ինչը, թե չէ մենք կարող ենք մեր դիմացինին վիրավորել եւ ցածրացնել, սիրելիներ։ Մեր շարժու ձևի մեջ, սիրելիներ, մեր ներկայացնելու մեջ, սիրելիներ, երբ մեր քայլվածքը պետք է լինի պարկեշտ, երբ որ մենք խնջույքներին
Պարում ենք, մենք հայ ենք, շատ ենք սիրում պարել, այդ ամենն էլ պետք է լինի պարկեշտության մթնոլորտի մեջ սիրելիներ։ Մի օր հարց տվեցին ինձ, կարելի է պարել, թե չի կարելի պարել, ասեցի գնացեք հովին հարցրեք էլի։ Հետո հովից հարցրել էին, Փառք Հիսուսին մեր հովի համար, մեր հովին էլ լավ պատասխան էր տվել ըստ Աստծո խոսքի։ Սիրելիներ, մեր պարով մենք կարող ենք քարոզ անել։ Այսինքն մեր պարով մենք կարող ենք ցույց տալ մենք ում ենք պատկանում։ Մենք պատկանում ենք ամենակարող Տերերի Տիրոջը, թե մենք պատկանում ենք Մամոնային։ Որովհետև մենք այսօր գիտենք, որ կան ոչ պարկեշտ հագուկապով պարեր, որ կան պիղծ պարեր եւ այլ։ Բայց մեր պարերը սիրելիներ են, մեր հայկական են տաշի-տուշին, ամեն բան պետք է լինի պարկեշտության մեջ։ Կապ չունի մենք եկեղեցիով ենք հավաքված, կապ չունի մենք ինչ-որ մի աշխարհիկ ընկերոջ կամ հարազատի առիթին ենք հրավիրված, հարսանիքին ենք հրավիրված սիրելիներ։ Խնդրում եմ, որ ամեն տեղ լինենք աղուլ լույս, որպեսզի ամեն տեղ մենք տարբերվենք, որ աշխարհն էլ մատնացույց անի, ասի սա Տիրոջ զավակ է, նայեք ինչ պարկեշտ հագուկապ ունի, ինչ պարկեշտ շարժ ու ձև ունի, ինչ պարկեշտ վեր ու դիր ունի, ինչ պարկեշտ նստելա ձև ունի եւ այլ սիրելիներ, որպեսզի նկատելի լինենք թե սատանայի կողմից, թե մեր ամենակարող Տիրոջ կողմից, որպեսզի սատանայի կողմից ինչու նկատելի լինենք, որ նա եւս մեկ անգամ մեզ տեսնելով պարտություն կրի մեր ամենակարող Տիրոջ առաջ։ Իսկ Տիրոջ առաջ ինչի պետք է լինենք պարկեշտ, նոր արդեն ասացի շատ բան է, որպեսզի հաճելի լինենք, որպեսզի Տերը մեր վահանը լինի եւ այլ սիրելիներ։ Պետք է ունենանք զսպվածություն, պահենք մեզ համեստ, ամոթխած, պարկեշտ ընտանիք, քաղցր բանա։ Երբ որ ընտանիքում բոլորը լինում են պարկեշտ, արդեն այդ ընտանիքը լինում է օրինակ մնացած բոլոր ընտանիքների համար սիրելիներ։ Չափավոր, ժուշկալ, ավելորդություններ, որ չլինի մեր կյանքում։ Ամեն։ Սիրո մեջ պարկեշտ, սիրելու մեջ պարկեշտ, սիրելիներ, ամեն տեղ է պետք, ամեն տեղ։ Երբ որ մենք ունենանք այդ ամեն ինչը, մենք ունենանք պարկեշտ ընտանիք, պարկեշտ անձ, պարկեշտ շրջապատ, պարկեշտ եկեղեցի, պարկեշտ երկիր, ամեն։ Փառք Տիրոջը, սիրելիներ։ Եվ կուզեմ ձեզ համար վերջի տեղը կարդալ, սիրելիներ, որը որ շատ զորավոր տեղ է։ Փիլիպեցիների 4-րդ գլուխ 8-րդ խոսքից, Փիլիպեցիս 4:8։ Սա կոչ է սիրելիներ յուրաքանչյուրիս համար։ Խնդրում եմ, որ ամեն մեկս վերցնենք եւ դաջենք մեր սրտերի մեջ այս ամենը եւ սարքենք կյանք այսօր եւ հավերժ միջև մեր կյանքի վերջ այս աշխարհի վրա, սիրելիներ։ Այսուհետև եղբայրներ, այստեղ գրված է եղբայրներ, բայց քույրերին էլ է վերաբերում։ Այսուհետ եղբայրներ, ինչ որ ճշմարիտ է, ինչ որ պարկեշտ, ինչ որ արդար, ինչ որ անարատ, ինչ որ սիրելի, ինչ որ բարեհամբավ, առաքինի եւ գովելի, այն մտածեք։ Հենց այն, ինչ սովորեցիք, ընդունեցիք, լսեցիք ու իմ մեջ տեսաք, այն արեք եւ խաղաղության Աստվածը ձեզ հետ կլինի։ Փառք Հիսուսին, սիրելիներ, հալելույա։ Շնորհակալություն մեր ամենակարող Տիրոջը, որ մեզ սովորեցնում է, որ մեզանից չի պահում իր զորավոր բաները, իր սուրբ բնավորության գծերը, որ տալիս է մեզ իր ծառաների միջոցով, իր խոսքի միջոցով եւ ասում է վերցրեք եւ կյանք դարձրեք եւ ավելի մոտեցեք ինձ եւ ավելի նմանվեք ինձ։ Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Ամեն։ Փառք Հիսուսին։